լինի, որ հանդիպումից հետո մարդիկ գալիս են ֆոտոսեսիայի ձեզ հետ եւ մենք չենք կարողանում ձեզ հետ զրուցել։ Փաշինյանն ասում է, որ քաղաքացիները չանհանգստանան այդ Ռուսաստան արտահանումների հետ կապված, ասում են ոչինչ, դուք այդ մի ավտոբիբարի համար մի անհանգստացեք, մենք կսուբսիդավորենք, դուք կարևորը գնացեք մեզ ընտրեք եւ դա համարում են խաղաղությանը տեր կանգնել։ Ըստ ձեզ, Փաշինյանի կառավարությունը կարող է այնպես անել, որ այս ճգնաժամում գյուղացին չտուժի։ Իմ պատկերացմամբ ինքը թվաբանությունը շատ հեռու է եւ չի տիրապետում, թե ինչ ցավալի արտահանումներ են գնում Ռուսաստան գյուղարտադրանքի։ Հայաստանը ոչ այդ փող ունի, ոչ ինքը այդ հնարավորություն ունի կոմպենսացնելու։ Իդեպ մի քանի օր առաջ հակառակն էին ասում են տեխնիկական հարցեր են, սա հարցերը լուծվելու են։ Մի հայտնի էկոնոմիկայի նախարար ունի ֆուրեր հաշվող։ Նա ասում էր ընդհանրապես հարց չկա, սա հարցերը լուծված է։ Նաև ասում էր դեպի Եվրոպա արտահանումները կշատացնենք, միանգամից գյուղացին չի տուժի, որոշ քպականներ էլ ասում են ավելի լավ տեղացիներ։ Այդ մարդիկ ուղղակի գաղափար չունեն, ինչ է նշանակում Եվրոպա գյուղարտադրանք արտահանել։ Մոտակա 10 տարում չեն կարողանալու արտահանել ոչինչ Եվրոպա։ Շատ երկար, շատ դժվար ընթացակարգեր են։ Եվ եվրոպացի ֆերմերները ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը այսպես մուտք գործի այդ շուկան։ Շատ դժվար հարց է։ Մեդվեդևը նաև ասաց, որ Փաշինյանը ուզում է շարունակել օգտվել ՀԱՏՄ-ի բոլոր բարիքներից, մինչև իրեն կկանչեն, այսպես ասած, ԵՄ։ Շարունակում է օգտվել մեր Ռուսաստանի տված բոլոր հնարավորություններից, գազից, եւ նաև Պեսկովն էլ նշել էր, որ մինչև դեկտեմբեր արդեն պետք է քննարկվի Հայաստանի եւ ՀԱՏՄ-ի հարցը վերջնական կասեցնելու հարցը։ Եթե չեմ սխալվում, այսօր ինձ ուղղակի ուղարկեցին, ասեց, որ իբրև ՀԱՏՄ-ի մյուս անդամ երկրները սատարում են Հայաստանի Եվրոմիության անդամակցին, ոչ թե սատարում են, այլ ասում են կողմնորոշվի, կամ ստեղես կամ ընդեղ։ Ռուսաստանի ասած ուղղակի հետևյալն է, ասում են, որ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոմիություն։ Գնացեք որտեղից ուզում եք, ոնց ուզում եք այդ ճանապարհը ֆինանսավորեք։ Սա շատ կոշտ հայտարարություն է եւ ըստ էության վերջնագիր է Հայաստանի համար։ Գյուղատնտեսությունը ոչ թե անկում է ապրելու, աղետ է լինելու գյուղատնտեսության համար եւ գյուղացիներ պետք է որոշեն։ Հիմա դուք ասում եք ինչ անեն։ Քվերկեն Նիկոլի դեմ։ Ոչի մի մարդ որ էս աղետը բերեց, հիմա երրորդ աղետն է բերում։ Իսկ դուք ինչ կառաջարկեք այս իրավիճակում, ինչպեսի լուծում։ Քաղաքականության կտրուկ փոփոխություն։ Լուծումը մեկն է 7-ին մերժել